Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համակարգելով այլ ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը, օպերատիվ տվյալներն իրացնելով օգոստոսի 2-ին ժամը 17-ի սահմաններում Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին, որը հուլիսի 27-ին փախուստի էր դիմել Մարտունու բաժնի ԶՊՎ-ից։ Ահարոն Անտոնյանը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 17-ը։ Արձանագրվել է զենք զինամթերքի առգրավման 2 դեպք, բացահայտվել է գողության 6, խարդախության 2, ավազակային հարձակման, խուլիգանության եւ կաշառակերության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Մարիետա Տիգրանի Յակուբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարներով։ Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Աննա Լևոնի Մաղդեսյանը։ Աննա Մաղդեսյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարներով։ Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 2000 թվականին ծնված Մարիամ Գագիկի Մկրտչյանը, ով տանից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Մարիամ Մկրտչյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին։ Տեսագրությունում երևում է, որ մի տղամարդ մտնում է Երևանում գործող դեղատներից մեկը, հրում աշխատակցուհուն ու բացահայտ հափշտակում դեղատան դրամապանակը։ Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ։ Տեսագրությունում երևացող անձի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 010 53 0202 հեռախոսահամարներով։